Բարև ձեզ հարգելի բարեկամներ, սոցիալական դուետը շարունակում է իր աշխատանքները։ Այսօր մենք հանդիպելու ենք որպես հին տեղաբնակներ եւ մեզ առավել վստահություն է ներշնչում այն հանգամանքը, որ 4-5 օրվա ընթացքում հարյուրավոր նամակներ ենք ստացել։ Մարդիկ բարձվում է մեծ ուշադրությամբ հետևել են մեր աշխատանքին եւ ինչու՞ չէ մեր ստեղծագործ ժողովուրդը մեր հայ ժողովուրդը ներկայացել է իր առաջարկները եւ թեմաների մի մեծ շարք է ներկայացել, որի վերաբերյալ նրանք ցանկանում են լսել իմ հրարկամենդացիանի եւ պատմաբան Արեգ Սավգուլյանի կարծիքը։ Բարև ձեզ, պարոն Սավգուլյան։ Բարև ձեզ, պարոն Կամենդացյան։ Պարոն Կամենդացյան, մի հետաքրքիր բան ասեմ, այսօր մասնակցում էի Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման կողմից կազմակերպված ազգային անվտանգության հայեցակարգ շնորհանդեսին, հայեցակարգին նվիրված, ու գիտեք ինչ հետաքրքիր բան ստացվեց։ Լրագրողներից կողմից հնչած առաջի հարցը վերաբերում էր կենսաթոշակներին։ Իսկապես։ Այո։ Ես մտածում եի կոնկրետ հայեցակարգին պետքա նվիրված լինի մարտահրավերներին, բայց քանի որ այդտեղ նաև սոցիալական բաղադրիչ կար եւ հարցադրումը այն եղավ, որ կոնկրետ այս ժամանակաշրջանում կենսաթոշակների բարձրացումը չեք դիտարկում արդյոք կոռուպցիոն ռիսկեր կամ էլ բնակչության այդ սոցիալական անվտանգությանը ուղղված խնդիրներ։ Փաստորեն այս աշխատանքը, որը որ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը տարել է եւ այդտեղ բնականաբար նաեւ մեծա ձեր եւ պարոն Ավետիք Չալաբյանի ներդրումը պտուղներ է տվել եւ որ իշխանությունները սոցիալական ոլորտում փորձում են որևէ իմիտացիա եւ քայլ անել, լրագրողները արդեն գիտեն, նաև քաղաքացիական հասարակությունը, որ դրանից բխող բոլոր հարցերը առաջնահերթորեն պետք է ուղղվեն կոնկրետ Հայաքվեին։ Բնականաբար։ Պարոն Սավգուլյան, կարծում եմ դուք չեք մոռացել, որ անցյալ անգամ մենք մի գեղեցիկ ավանդույթի, այսպես հիմնարկենք դրեցինք։ Մենք հանձնարարականներ ենք մշակելու եւ հաշվի առնելով, որ մինչեւ հունիսի 7-ը օրենքի ուժով այս փոքրիկ խմբակը դեռևս լիազորություններ է ունենալու օրենքի ուժով։ Այո, օրենքի ուժով։ Մենք որոշել ենք, որ նրանց յուրօրինակ հանձնարարականներ տանք։ Մենք այդ հանձնարարականների կատարման ընթացքը ստուգելու ենք հունիսի 8-ից հետո։ Պարոն Կամենդացյան, ինչ անակնկալ եք պատրաստել քաղաքացիական պայմանագրին հատուկ հանձնարարական տալու, կարծեմ, որ մի քիչ փակագծերը բացենք, ես փորձեմ մի քիչ դա խորհրդավոր փաթեթավորեմ, այո, դա վերաբերվում է ժպտացող տարեցներին, ես խնդրում եմ դրա մասին արժանապատիվ ժպիտ։ Մենք մի նոր ծրագիր ենք մշակել, հատուր մշակմանը մենք պետք է խաղարկային տոնը թողենք մի կողմ, դուք էլ եք մասնակցել, պարոն Սավգուլյան։ Այո։ Եվ այս ծրագրի իմաստը հետևյալն է, որ մենք Հայաստանում ունենք տվյալներ, որ 400,000 քաղաքացի տարեցներ 65 բարձր տարիքի քաղաքացիներ ունեն ատոմնաշարի խնդիր։ Մարդիկ ատամ չունեն։ Ատամ չունենալու հետ միասին մարդիկ գումար չունեն, որպեսզի պրոթեզավորում իրականացնեն։ Ամենահասարակ պրոթեզավորումը։ Հիմա մենք մի կողմից ունենք Անահիտ Ավանդեսյան անով մի տիկին, որ անընդհատ ինչ-որ ելույթներ ունու, հույսեր է տալիս, շատ լավ է, կառավարության նիստին իրեն հարց են տալի, ինչ-որ ժպիտներով, ուրախություններով այդ հարցերը ամփոփում են։ Ասեմ, որ բավականին հաջող նաև TikTok-յան բլոգ է վարում։ Միգուցե ապագա աշխատանքի մասների մտածում է։ Դա բնականաբար մենք կհետևենք նրան։ Մենք կհետևենք իհարկե եւ մեր այսպես ծանրակշիռ կարծիքը որպես սպառողներ կփոխանցենք նրան։ Հիմա խնդիրը հետեւյալն է։ Առողջության ապահովությունը, որ ներդրված է, նրա մեջ իսպառ բացակայում է ստոմատոլոգիական ծառայություն։ Բայց ո՞նց կարող է բացակայի, պարոն Կամենդացյան, եւ 4 միլիոն դրամի չափով նրանք ամբողջ օրը խոսում են, որ երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ տարեցին Պարոն Սավգուլյան, ընդհանրապես աստվածաշնչական մի ճշմարտություն կա։
ճշմարտությունը մեկն է, իսկ խաբեություն ունի հազարավոր ուղիներ, կերպարներ, դեմքեր։ Հիմա այս մարդիկ ստում են։ Այս 2-3 օր առաջ մի տիկին, որը որ այսպես ոգևորված գովերքում էր ներկա քաղաքական իշխանավորներին, չէ, վայ իշխանավորներին, ասում է, որ լեգապարկի այսպես վերահատությունն իրականացրել եւ դա արժեցել է 1,800,000 դրամ։ Հիմա այսինքն 2 թե 3 լեգապարկ են վիրահատել մի մարդու մեջ։ Ես կարծում եմ, որ մի հատ չէ։ Դա որ անատոմիայի շեղում է, որտեղ մենք գիտենք, որ դա լավագույն դեպքում 300,000 դրամ արժի, իսկ վատթարագույն դեպքում 500,000։ Փաստացի կարող եք պատել, որ 3 լեգապարկ են հեռացել կամ 3 լեգապարկ հեռացնելու բաց, ոչ լապարասկոպիկ։ Ինձ թվաց նույնիսկ բազմաոճ կոմբինացիա են արել ձեռքի հետ, քանի որ մի քանի օրգաններ եւս հեռացրել են։ Այսինքն այդ առողջության ընդհանուր ապահովագրության ծրագիրը որ կա, մի հատ էլ մեծ բյուջե պիտի դնենք, հետո այս մեր քաղաքացիներին մոնիտորինգ անենք, յամեր անենք, ոտից գլուխ, հասկանանք ինչ է մնացել։ Այդ հեռացնելու process-ի հետո տեսք են տունը վերջը։ Այո, այդ այն ինչ որ իրանք այդ վիրահատություն են անում, ապահովում են քաղաքացուն, դրանից հետո քաղաքացուց ինչ է մնացել։ Ես չեմ կարող այդ թեմայի շուրջ տվյալների չունեմ, պարոն Սավգուլյան։ Պետք է մտածել իշխանապողությունից հետո, բայց վերադառնանք մեր այդ ծրագրին։ Արժանապատի ժպիտ այդ ծրագիրը ենթադրում է հետևյալը. 4 տարվա ընթացքում մենք 200,000 քաղաքացու ապահովում ենք պրոթեզավորումով, վաուչերային ծրագիր ենք իրականացնում, սկսում ենք 85+ առաջին տարին, երկրորդ տարին 80+, երրորդ տարին 70+, չորրորդ տարին 65+, 4 տարվա ընթացքում մենք ինչ ենք անելու։ 4 տարվա ընթացքում մենք ստեղծում ենք մի ամբողջ ցանց, ընդ որում պետությունը տալիս է միայն վաուչեր 130-ից 140,000 դրամ, որը որ իրական շուկայական բարձր որակի պրոթեզավորման գինն է այսօր։ Դա բյուջեի վրա շատած անում։ Դա բյուջեի վրա հիմա մենք ասում ենք հաշվարկները իրականացրել ենք եւ դա մոտավորապես 24-25 միլիարդ դրամ է կազմելու։ Եթե դա մենք բաժանում ենք 4 տարվա ընթացքում, չէ, աշխատանքների այդ ամբողջ ծավալը, տարեկան ստանում ենք 6 միլիարդ գումար։ Շատ է դա, թե քիչ։ Ասեմ հիմա։ Դա քիչ է, դա շատ չէ, դա անասելի բերջ է բյուջեի վրա, որովհետև մենք 3 կառավարություն անուսած, որ 4.5 միլիարդ դրամ նվեր է բաժանելու նախընտրական։ Հիմա ճիշտ չէ լինի այդ 4.5 միլիարդը ուղղել ոչ թե զանազան պաշտոնյաների, որոնք մեծ մասամբ իրենց ֆունկցիոնալ պարտականությունները մեկը չեն էլ ծախսում, չեն էլ կատարելու, ավելի ճիշտ չէ լիներ այս գումարը ուղղել 85+ քաղաքացիների պրոթեզավորում իրականացնելու համար։ Ընդ որում, այս ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ առաջին նա Հայաստանում բժշկության եւ ստոմատոլոգիայի մեծ խթան է հանդիսանալու։ Հազարավոր մասնագետներ, տեխնիկներ, յաթանեք բժիշկներ այս ամեն ինչի մասնակցել են։ Դրանից զատ քաղաքացին ունենալու է ժպիտ։ Ժպիտը միայն հետո շփման համար չէ, լավ ատամնաշարը, կերակուրը մանրելու, կերակուրը նորմալ օգտագործելու եւ այս իմաստով մենք ունենք մուլտիպլիկատիվ կարևոր էֆեկտ։ Աղեստամոքսային այս ամբողջ տրակտի հիվանդությունները բազմակի անգամ իրենց թվական տվյալներով կնվազեն։ Եվ պետությունը շահելու է փաստացի այս առումով։ Մենք սա անելու ենք, մենք հունիսի 7-ից, երբ որ իշխանության մաս կկազմենք, մենք անպայման սա կատարելու ենք եւ այս գործը մոտավորապես 400,000 մարդու կյանքի պայմանները, կյանքի տևողությունը երկարացնելու աշխատանք է եւ 1 սանտիմետր չենք նահանջելու։ Պարոն Կամենդեցյան, ես կարծում եմ, որ նաև պետք է այս առումով գույքագրում անենք, թե մեր այսպես ասած ամենաբուժական հիմնարկությունները որքանով են պատրաստ այս ոչ թե ֆինանսականի նկատի ունեմ, աշխատանքային ծանրաբեռնվածություն ընդունելու, փաստորեն կարող կրկնապատվի երապատվի նաև միջոցառումը լինելու։
պետական խոշոր միջոցառում Այսինքն պետք է համապատասխան ինֆրաստրուկտուրաները պատրաստեն։ բավականին բարձր մակարդակ, հաշվառման բավականին բարձր մակարդակ, եւ միայն մենք ստացիոնար ատամնաբուժարների վրա չենք հենվելու։ Մենք ունենալու ենք նաեւ շրջիկ, այսինքն մոբիլ ատամնաբուժարներ ենք ունենալու, որոնք մարզերում պատտվելու են 11 մարզ, եթե մենք ծածկենք մեն շրջիկով, դա ինչի համար օգտագործել չափումների համար, չափագրման համար, առողջական վիճակը կոնկրետ այդ պահին ախտորոշելու համար, հնարավոր լուծումները գտնելու համար, չէ, սա մեծ գումար չի։ Այդ 6 միլիարդը, ես նորից եմ օրինակ բերում, 3-4.5 միլիարդ պարզապես շաբաշ տվեցին։ Կամենդացիան մի հատ փակագծերը նաև բացենք։ Ինչ որ սահմանափակում լինելու է, թե ուղղակի եթե մարդը կենսաթոշակառու է, անկախ իր սոցիալական վիճակից ինքը ստանալու է այդ վաուչերը, ոնց եք մտածում։ Խնդիրը հետևյալն է։ Կա նաև, այսպես ասած, համեմատելու որոշակի եզր, օրինակ մարդիկ կան, որովհետեւ կլինիկայի մասին ունեն ավելի բարձր կարծիք, կամ ստոմատոլոգիական ծառայությունը մեկ ոնց կարծես ամենապարզունակ պրոթեզավորման խնդիրն ենք լուծում այս պահին։ Բայց մարդիկ կարող են լինել քաղաքացիներ մեր հարգարժան, ինչպես մեր քպեական օպոնենտները ասում, մեր տատիկները եւ պապիկները, մեր սիրելի տատիկներ, մարդիկ են ասում, որ հավանաբար ոչ տատիկ են սիրել, ոչ էլ պապիկ են ճանաչում։ Հիմա նայեք, խնդիրը հետեւյալն է։ Մենք քաղաքացին ով կցանկանա ավելի թանկ բուժում ստանալ եւ ավելի թանկ բնականաբար համատության մեջ պրոթեզավորում իրականացնել, քավլիցի նա կարող է այլ կլինիկա հաճախել, բայց պետության կողմից նրան տված վաուչերը, այդ սերտիֆիկատը, հավաստագիրը, որ պետությունը կվճարի, կփոխհատուցի բուժման այդ ամբողջ արժեքը, նա կներկայացնի այդ բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական, եթե ամբողջ այդ պրոթեզավորումը այլ ընդհանենք առաջավոր կամ թանկարժեք նյութերով պետք է իրականացնի, այս ժամանակ ընդհանենք 200,000 է լինելու ամբողջ արժեքը, 200,000-ից 130,000 կփոխհատուցի պետությունը, 70,000 քաղաքացին համավճար կկատարի։ Պարոն Կամենդացյան, կարծում եմ, որ ազգին ժպիտ վերադարձնելու հայաքվե ազգային քաղաքացիական միավորման այս նոր նախաձեռնությունը ժպիտ եւ էսթետիկական եւ բովանդակային իմաստով շատ չմանրամասնենք թե ինչ ազգում են մարդը, որը զուրկ է։ Մենք մարդկանց պարզապես շփվելու դաշտ ենք հնարավորություն տալի վերադառնալու։ Մարդիկ նույնիսկ ժպտալուց փակում են իրենց բերանը, որպեսզի ատամնաշարի բացակայությունը չերևա։ Դա իրոք խայտառակություն է եւ նաեւ սարսափելի է, որ այս նույն համընդհանուր առողջության ապահովագրության մեջ չեն նախատեսել որոշակի գումար, որ մարդը հնարավորություն ստանար։ Բայց ես կարծում եմ, որ քանի որ պետության միջոցները անսահմանափակ չեն, համենայն դեպս կարելի է համաձայն պետության միջոցները անսահմանափակ են, որովհետև պետությունը իր վրա կրում է պարտավորություն եւ հնարավորության դեպքում նա կարող է տնտեսական շատ մեծ աճ արձանագրել, դա կնշանակի, որ պետության հնարավորությունները դառնում են անսահմանափակ։ Ընդունեցի, պարոն Կամենդացյան, ես հակառակը չի ասում։ Ի նկատի ունեմ, որ բարձրակարգ պրոթեզավորման հետ կապված այս հանրային արշավի մեջ կարելի է ներգրավել նաև բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ եւ անկախ այն հանգամանքից, որ պետությունը այդ նվազագույնը ապահովելու է, որ քաղաքացին ստանա այդ պրոթեզավորման ծառայությունը, կարող ենք նաև ներգրավել տարբեր բարեգործական կազմակերպություններ, այո, որոնք կարող են այս ծրագիրը ավելի լիարժեք քանի որ 4 տարի է նախատեսվում, հա, դա նաև ֆիզիկապես հնարավոր չի դա մի տարում անել, բայց եթե մենք կարողանանք կողքից օժանդակ ռեսուրսներ ներգրավել, հնարավոր է, այո, իրավացիք արագացնենք այս ծրագիրը։ Մի խնդիր էլ կա, պարոն Սավկուլյան, օգտվելով առիթից, գիտեմ, որ դուք նաև հիմա դեռևս սովորում եք եւ բնականաբար մենք մի նոր ծրագիր ենք մշակել, որը վերաբերյալ կուզենայի ընդհանրենք ձեր կարծիքներ լսել, դա անվճար բուհ ծրագիրն է։ Հայաքվեի ընդերքում
մեղմ ասած, Խոսքը պետական բուհերի այո, մասին է։ պետական բուհերի մասն է։ Հայակվի կողմից հիմա քննարկման մեջ է եւ շուտով մենք հանրությանը կներկայացնենք մեր նոր ծրագիրը, դա կոչվում է անվճար բու, իմաստը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության երիտասարդները եւ ոչ Ներեցեք, խոսքը բուհական անվճար կրթության մասին է։ այո, անվճար բուհական կրթության մասին է, որը որ մենք ունենք մի Դասախոսները վճար ստանալու են իրաց դասախոսները վճար ստանալու են, բնականաբար դասախոսների վճարները դեռևս բավարար չեն, դեռևս հեռու են առանձին պետական ծառայողների աշխատավարձային այդ հատուցումներից, չէ՞, բայց մենք ունենք մի լավ օրինակ Վրաստանի, հարևան Վրաստանի օրինակը։ Հարևան Վրաստանում բուհական կրթությունը անվճար է։ Ինչու չենք դա անում մենք Հայաստանում։ Դրա դրական հնարավոր լիցքերը, դրա տնտեսությանը բերող նոր այսա տեկտոնական շարժերի մասին մենք պատկերացում ունենք եւ այդ պատկերացումները կներկայացնենք մեր հանրությանը։ Հիմա խնդիրը հետևն դրա արժեքը։ Այ որ դուք հիշատակում եք, որ բարի գործները միգուցե այլ շահառուներ կօգնեն այս ծրագրին, ինչու՞ չէ։ Կրթության մասով նրանց օգնությունը ոչ թե պետք է խրախուսել, դա հավանաբար խիստ պահանջված է լինելու, որովհետև բարձրակարգ մասնագետը նույն տնտեսվարողների մոտ գնալու է աշխատի եւ նրանք ունենալու են արդեն իսկ պատրաստված գիտակից եւ ինովացիոն առաջընթացի մասին, այսպես ոչ թե լսելով, այլ ներքուստ այս գիտելիք ունեցող մի խավ է ձևավորվելու։ Դրա արժեքը մոտավորապես այդ ծրագրի 83 միլիոն դոլարի կարգի լինում մոտավորապես 33 միլիարդ դրամ։ Այս 33 միլիարդ դրամը առաջին հայացքից թվում է թե շատ մեծ գումար է, բայց իրականում նրա հնարավոր ակնկալվող այս նորամուծությունը, նրա օգտակարությունը անգնահատելի է։ Եթե դա մենք իրականացնենք, դա ընդ որում իրականացնելու է մոտավորապես 2-ից 3 տարվա ընթացքում, մենք 5 տարի հետո կունենանք մասնագետների պահանջված մասնագիտությունների գեր լավ պատրաստված գերազանց մի ամբողջ բանակ։ Սա կարևոր խնդիր է։ Ես կարծում եմ ինքը իրոք շատ կարևոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր կարող է հանդիսանալ եւ եթե մենք փորձենք հայ-քվե ազգային քաղաքացիական միավորման կողմից բարձրացած այս բոլոր խնդիրները մեկտեղել եւ դարձնել մի մեծ սոցիալական ծրագրի բաղկացուցիչ մաս եւ փորձենք նաեւ մոդելավորել այն տեսակարար կշիռ այդ ծրագրերի եւ արժեքը, հա օգտակարության գործակիցը, կարելի ասել, որ սա կարող է մեծապես նպաստել նաեւ երկրում սոցիալական արդարության հաստատմանը, որի դեֆիցիտը մենք տեսնում ենք ամեն քայլափոխին եւ շատ երիտասարդներ ստիպված են դե հիմա այս 12-ամյա կրթության պարագայում գնում են ծառայության հետ են գալիս եւ չեն սովորում միանգամից փորձում են աշխատանք գտնել։ Իհարկե ձեր ասացի շրջանակներում կարելի է տուր տալ նաեւ այդ միջին մասնագիտական քոլեջների զարգացմանը, որովհետեւ երկիրը հնարավոր չէ էլի պատկերացնես, որ զարգանալու է միայն, չգիտեմ, դիվանագետներով, հա, իրավաբաններով, արևելագետներով, այո։ Եվ պարոն Կամենդացյան, ներողություն, պատահական չի, որ ենթադրենք տարբեր չէ ծրագրեր կան, որ դիմում են, օրինակ պետքա գնան Կանադա կամ այլ երկրներ, այդտեղ պետք չի։ Պատմաբաններ պետք չեն, քաղաքագետներ պետք չեն, հակառակը, պետք է արհեստավորներ, լավ մասնագետներ։ Եվ այս առումով պետք է նաև կարծում եմ, որ հայաքվեն ուշադրություն դարձնի ապագայում նաև կրթության ոլորտում մեծ ռազմավարական ծրագիր մշակելիս մենք միշտ ունեցել ենք տասնամյակներ շարունակ հակասություն, այսինքն աշխատաշուկայի եւ կոպիտ ասած կրթական շուկայի միջև, այսինքն այն մասնագիտացումը, որը ստանում է երիտասարդը, ինքը հետագայում պրոբլեմա ունենում համապատասխան բարձր աշխատավարձով գործ գտնելու հարցում եւ բնականաբար պետք է նաեւ օրինակ
խորհրդային շրջանում էլիտար էր համարվում պատմության ֆակուլտետը, որովհետև գաղափարախոսական գրողներն էին, նրանք կարողանում էին դրա շնորհիվ մեծ պաշտոններ զբաղեցնել։ Պատմության ֆակուլտետից եք դուրս եկել, ես ձեզ փորձում եմ հավաստիացնել, որ նույնպիսի մեծ համարում ուներ տնտեսագիտական։ Այո, տնտեսագիտականը, նաև հետագայում քիչեք 90-ականներին արդեն բանը թրենդային էր իրավաբանության ֆակուլտետը, որովհետև ցանկանում էին դառնալ դատախազներ, դատավորներ եւ այլն, հիմա էլ IT ոլորտն է դարձել։ Եվ մեր ազգի մեջ այդ հատկությունը կա էլի միանգամից ծայրահեղությունից ծայրահեղություն կա։ Մենք հանրարարականներ ունենք տալու, ընդ որում հանրարարականներից մեկը պետք է լինի Առողջապահության Անահիտ Ավանեսյանին, ընդ որում Անահիտ Ավանեսյանին խնդրում ենք այդ մեր հանրարարականները կատարելու ժամանակ, եթե մեզ ինչ-որ վիդեո զեկույց ներկայացնել լինի, անպայման սև ակնոցներով չլինի։ Ես վստահ եմ ձեր հանձնարարականների շրջանակներում Անահիտ Ավանեսյանը իդեպ ինքը բավականին նրբաճաշակ է երաժշտության հարցում։ Իսկապես։ Այո, յուրահատուկ TikTok-յան հոլովակ կպատրաստի եւ կհակադարձի այդ հանձնարարականին կամ պետքա ընդունի։ Համենայն դեպս թոշակների հարցում ինչքան էլ որ հակադարձեցին, վերջում գնացին այդ 15-20% բարձրացնելու քաղաքականության ճանապարհով։ Եկեք Անահիտ Ավանեսյանին տանք հանձնարարականը տվեք։ Մեկ համար երկրորդ հանձնարարական ենք տալիս, որովհետև առաջին հանձնարարական 001-ը մենք արդեն տվել ենք, սպասում ենք դրա պատասխանին եւ պատասխանը մեր հանրությանը բնականաբար կներկայացնենք։ Իհարկե որոշակի խմբագրումներ, որովհետեւ դժվար մեծ պատասխանողը ընդհանրենք խոսքային կամ ընդհանրենք մշակութային այդ հարուստ բառապաշար ունեն։ Պարոն Կամենդացյան, իրանց պատասխանները լինում են անվերապահ գործողություններով։ Օրինակ մենք կարող ենք վաղը զարթնել եւ 002 հանձնարարականը, որ հիմա կցիտեք, դրա շրջանակներում արդեն կառավարությունը ծրագիր սկսած։ Շատ լավ, շատ լավ։ Ուրեմն առողջապահության հետ կապված մենք իրենց տեղեկացնում ենք, որ մենք զարմանք ենք պարզապես ապրում, հարաճուն զարմանք, որ ստոմատոլոգիական ծառայությունները ներգրաված չեն առողջապահության ապահովագրության մեջ։ Լավ, ատամները մարդկային օրգանիզմի մաս կազմում են, թե չէ։ Բարդ հարց չէ։ Կարծում առաջին հարցը պետք է լինի սույն տիկնոջ մոտ բարձել։ Ատամնաշարը մարդու օրգանիզմի հետ կապ ունի, անբաժանելի։ Եվ խնդրում ենք չքաղաքականացնեն եւ զուգահեռներ չանցկացնեն Հայաստանի արտաքին քաղաքականության անատամ լինելու հետ։ Խոսքը ներքին քաղաքականության մասն է, մեր բնակչությանն է վերաբերվում։ Բնականաբար անատամ քաղաքականությունը մերը չի։ Մենք պետք է խոսենք բացարձակ ապաքաղաքական եւ ցանկությունը մեկն է, որպեսզի հարցը իրապես կարգավորվի։ Առաջին հանձնարարականը տալիս է այսօրվա առաջին, որտեղ սա համար 2-ն է։ Այո։ Երրորդ հանձնարարականը բնականաբար մենք պետք է ուղենք մի նախարարություն կա, որ հայերեն հայոց այբուբենի բոլոր տառերը դրա մեջ ներառված են։ ՉՊՋՌՍՎՏ-ը նախարարությունը, որը հաճախ այդպես է բնութագրում։ Ես էլ անտե շփոթում եմ, որովհետեւ գիտեք ոնց է իրապես շփոթելու մենք գայթակղություն չէ, իրականություն է, որովհետեւ մի փոքրամարմիկին ընդհանրենք համակարգում է օրինակ ծանրամարտի ֆեդերացիայի աշխատանքը։ Օրինակ իրականում, պարոն Կամենդացյան, դա սուպեր նախարարություն է, որովհետեւ այդ բոլոր ոլորտները ներառել ֆիզիկապես իրոք մարդը հնարավոր մտավոր առումել էլի հնարավոր չի որ այդ ոլորտները մեկտեղ ես ու փորձես այդ ամբողջը դու ղեկավարես։ Բայց էլի կենտրոնանանք հանձնարարականների շրջանակներում այդ ԿԳՍՄ տարբեր միջև եւ ՈՖ-ով այն վերջի տարերը մակաբույց որ հայտնվել է այբուբենում մեսօր մաշտոցից հետո չէ մենք ունեցել ենք մի մշակույթի նախարարուհի որին երբ որ տեղեկացրել են որ Բորոդինի քարյակն է գալիս Հայաստան, չէ, Բորոդինի անվան։ Նա հրահանգել էր որ քարյակի 3 անդամներին հյուրանոցի տեղավորեն ընդհանրենք սովորական համարներում, իսկ Բորոդինը լյուքս համարում։ Հիմա վերանանք այդ անցյալի վաղ լավ մարտական տագնապ չի հայտարարել եւ Բորոդինոյի ճակատամարտի հետ է։ Դուք մի զարմացեք դերևս բոլոր շքամուտքերում ամրացված է օդային տագնապ։ Օդային տագնապի ժամանակ մենք ինչ պետք է անենք։ Այս երկիրը
Կովկասի հզոր բանակունեցող երկրից վերածվել է շքամուտքերում օդային տագնապի մասի ընդհանուր տեղեկատվության այդ թերթիկներով երկրի։ Անցնենք դրանից, հիմա մեր երկրորդ հանձնարարականը այդ Թե երրորդ չէ, հանձնարարական։ երկրորդ Այո։ տալիս ենք այդ ԿԳՍՄ-ին եւ նրան պարզապես տեղեկացնում եք եւ տեղեկացում ենք դուք պատրաստեք շտեմարանները եւ ողջամիտ ժամկետում 10 օրում, ասած ասեմ, մեզ պատասխանեք, թե ինչպիսի պատրաստության մեջ եք, որպեսզի անվճար բուհական կրթությունը ներդնելու աշխատանքները մենք սկսենք։ Մենք իրենց հետ ենք սկսելու, զուգահեռ։ Բնականաբար, հունիսի 8-ին իրենք ազատվեն աշխատանքից, բայց այս 3 ամիսը, ինչպես դուք անցյալ անգամ մեր զրույցի ընթացքում ասացիք, որ իզուր որ չկորի, Մենք պետք է ամեն ինչ անենք, փորձենք աշխատացնենք իրենց։ Այո, մենք պետք է փորձենք աշխատացնել եւ երկրորդ հանձնարարականը ուղղում ենք այդ ծանրամարտի հարցերը իր վրա վերցրած այդ փխրուն կնոջը։ Շատ լավ։ Սպասում եք նրա արձագանքին։ Վերջում հավանաբար կարծես ժամանակ ունենք դեռ թե ոչ։ Ուղղակի պարոն Կամեդայցյան, այս ծրագրի շրջանակներում առաջի հանձնարարականը հստակ ձևակերպենք առողջապահության նախարարին, ինչ պետք է ինքը անի։ Ինքը ստոմատոլոգիական ծառայությունները պետք է Ներառի, մտցնել, ներառել, տեղադրել կամ զետեղել, այս առողջության ընդհանուր ապահովության փաթեթի մեջ։ Բնականաբար, եթե նա հաջողի, մենք առաջին ծափահարողներից մեկն ենք լինելու։ Բայց դատելով նրա աշխատանքի արդյունքներից, հատկապես բժշկական անձնակազմի մոտ այդ աշխատավարձի իջեցման ֆոնին դժգոհությունները ամբողջ ծավալից, չէ՞։ Փոթրկում է ամբողջ համացանցը բողոքի այդ ցուցանիշներով, այդ բողոքի արտահայտություններով, մենք պետք է իրենց ժամանակ տանք եւ այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործեն, որովհետեւ դա 100,000 մարդկանց խնդիր է։ 100,000։ Իսկ կրթության նախարարին փաստորեն հանձնարարական իջեցումը, որպեսզի նախագիծ կազմեն, անցնելու անվճար բուհական կրթության։ Մենք իհարկե հանձնարարականը որոշակի կխմբագրենք, բանավոր խոսքով հանձնարարականները լուրջ չեն։ Մենք կխմբագրենք, ուղարկենք եւ կարծում եմ սոցիալական դուետ այս մեր հասցեն շատ նախարարների, շատ պաշտոնավորների համար լինելու է որոշակի սառը ցցողի տրամադրություն ստեղծող կառույց։ Պետք է բայց աշխատեն, որովհետև հիմքում սոցիալական արդարության մեր մտահոգությունն է եւ հիմքում մեր քաղաքացիների առողջությունն է եւ մեր սիրասուն երկրի բարգավաճման այդ տեսիլքը։ Շատ լավ, կարծում եմ կառավարությունը եւ համապատասխան գերատեսչությունները կընդունեն մեր հանձնարարականները բանավոր կերպով եւ գրավոր կերպով էլ մենք կամփոփենք մի քանի սոցիալական դուետ, այսպես ասած, հաղորդաշարի շրջանակներում այդ բոլոր հանձնարարականները կամփոփենք եւ մի նամակի տեսքով որպես շրջաբերական կիչեցնենք կառավարությանը։ Պարոն Կամենդայցյան, խոսք ունեք ասելու։ Ընդամենը մեր քաղաքացիներն էլ կոչ եմ անում մեր սոցիալական դուետի հաղորդումները դիտեն, կարծիքները փոխանցել մեզ, այդ կարծիքները մեր համար շատ կարևոր են։ Շատ լավ։ Մինչև նոր հանդիպում։ Համեցեք, ստեցուն ձեզ։ Հաջողություն։